Տնայիններից հարցեր ունենք երեխեք։ Միլենա ջան, բախես նոր ասում։ Ինչ ես արել այսքան ժամանակ։ Ինչ է չես հասկացել տնայիններից, որ ընդհանրապես ոչ մի բան չի ստացվել։ Ոչ մի բան չի ստացվել, ժամանակ տրամադրել ես, բայց օրինակ, որ մասն ես հասկացել, որ մասը ընդհանրապես չես հասկացել։ Ասես դա։ Դասի թեման օբյեկտներն էր, մեկ է զանգվածները իրար խառնում, ճիշտ է։ Ոնց որ դա է, չէ՞։ Ավելի ճիշտ ստեղ չկա դասը։ Գրված է հետևյալ զանգվածը, ունես մի հատ զանգված, որի այթեմները օբյեկտներ են, ճիշտ է։ Սա վերջի օբյեկտ ընտրեից խնդիրներ, հա։ Խնդրում եմ for-in ցիկլով ստանալ, for-in-ով, հետևյալ տեքստը, name sir 1, name 2 sir 2 և այսպես շարունակ, այսինքն name 1 sir, հա, այսինքն օբյեկտի այս բաները, k-ի value-ները իրար կպած։ Այսպես պետք է բոլոր օբյեկտիվները զուգահեռ նշանով, ամեն օբյեկտի արժեքի միջև, հա, հետևյալ նշանով։ Օրինակ, ոնց ես մտածել, որ չես արել, արի իլա տենց կանք, թե չէ, տենց ուղակի չեմ հասկացել ու չեմ արել, էդի մի քիչ ուրիշ բան է, հարց է, իսկ որ ասես մտածել եմ, որ սենց անեմ, էս անեմ, ես կմտածեմ, որ ուզեցել ես ինչ-որ աշխատես, բայց չի ստացվել։ Արի մի հատ քննարկենք, հասկանանք, որն է բաց թողումը, ինչը լավ չես հասկացել, որ ըստ դրա խորանանք, հա, ես նորից չդնեմ նույն դասը, նորից պատմեմ, անարդյունավետ ինչ-որ բան ստացվի, հետո նորից քո մոտ չստացվի։ Արի հասկանանք ոնց անենք, որ էդի նորմալ արդյունք տա, հա։ Եկեք լավ, այս մի խնդիրը, սենց վերցնում եմ, գնում ենք ստեղ, մի վարկյան, երեխեք մնացածի մոտ պարզ է եղել ամեն ինչ, հարցեր կան, դասերի վերաբերյալ, կա խնդիր, որ դուք չեք արել, հավելյալների առաջինը, օքեյ մանուչ, տղեկ դուք արել եք սա, վրեժ դու, չի ստացվել, Всё, առաջի խնդիրը վերցնում ենք այդ դեպքում ու գնացինք, ստեղ դնում եմ, մոլադյաց, հասկանանք ինչ է ուզում, մեզանից վաբշե, մի հատեսի կկոմենտ ենք, տրված է հետևյալ զանգվածը լավ, ոքեյ դուս կբերեք եսի մեզ պետք էր, այս խնդրի պահանջի տակ, սենց կանենք, եսի մեզ պետք էր, ճիշտ է, հիմա
Ձեր օգնությամբ, ովքեր որ այս խնդիրը լուծել են, բացատրելով, Միլենային օգնելով, կգնանք առաջ։ Մարիամ ջան, քո մոտ ստացվել է, արել ես, փորձել ես։ Okay, դե հիմա մեր այդ հավասար գրում ես, Մարիամ ջան, Միլենա դու ես կենտրոնանում, տայք вообще կարևոր չի որ գրել եք, նորից դուք էլ գրում եք, Մանե ջան դու էլ հետներս, այսինքն բոլորով միասին այս խնդիրը 0-ից գրելով գնում ենք, հետո սրանից հետո անցում կկատարենք այդ հավելյալի առաջինն էլ անպայման կանենք, հա իրար հետ։ Ուրեմն ինչ ունենք, զանգված ունենք, ուզում ենք, ասում է մեզ պարզ, ասում է ինչ պետք է անենք, այսինքն ցիկլ պետք է ֆրանք, ճիշտ է, for-ին ցիկլը պետք է ֆրանք ու ստանանք մեր ուզած արդյունքը։ Մեր ուզած արդյունքը հետևյալն է։ Հետևյալ տեքստը տպի. Name, surname 1, name 2, surname 2։ Ճիշտ է։ Այս տեքստը տպելու համար։ Օրինակ, ոնց ենք անում, ժողովուրդ, ով լուծել է, ասում է, բայց բացատրելով։ Ինչի համար, ինչը որ անում ենք, հաստատի զանգվածը ունենք, հիմա ինձ առաջի հերթին, ինչ է պետք։ Միանգամից սկսում ենք մտածել, մեզ ինչ է պետք, մեզ այստեղ արդեն հուշող ինֆորմացիա ունենք, for-ին ցիկլով ստանալ հետևյալ տեքստը, այսինքն մենք զանգվածի էլեմենտները ստանալու համար օգտագործելու ենք for-ին, առաջի հերթին, բայց մինչև դա ունենք մի հատ կարևոր գործառույթ, որն է այդ կարևոր գործառույթը, մենք պետք է ստանանք հետևյալ տեքստը, այսինքն տեքստի համար ես պետք է պահեմ մի հատ փոփոխական, ճիշտ է։ Դրա համար միանգամից գրում եմ let result-ը, ռեզուլտատս, հա, արդյունքը, ռեզուլտատը արդյունքը, լավ, եկեք արդյունք գրենք, արդյունքը, որը որ պետք է ստանամ տեքստ, հետևյալ տեքստը, ճիշտ է։ Ամենասկզբից ասում եմ, որ դու դատարկ string ես, ու ինքը սպասում է, մինչև որ իր հետ կատարվելի գործողությունը լինի, ես փոփոխական եմ հայտարարում, ի սկզբանե, որը որ վերջում պետք է արտապատկերի հետևյալ տեքստը, ու սա օրինակն է բերած միայն առաջի item-ի համար զանգվածի։ Զանգվածի, Միլենա ջան, մեր զանգվածի էլեմենտները որոնք են։ User զանգվածի էլեմենտները որոնք են, կարող ես ասել։ Միլենա։ Հա, զանգվածի տարրերը որոնք են, քանի էլեմենտ ունի զանգվածը և որոնք են դրանք։ 6 էլեմենտ։ Քանի էլեմենտ ունի վրեժ զանգվածը, կներես Միլենա ջան։ Վրեժ զանգվածը քանի էլեմենտ ունի։ Եվ որոնք են այդ 3 էլեմենտները։ Չէ, բոլոր ինդեքսները չէ, որոնք են այդ էլեմենտները։ 1, 2, 3, ուր են այդ էլեմենտները։ Մի հատ կասես։ Էսի։ Սրանք են զանգվածի էլեմենտները առանձին։ Թե այս ամբողջական օբյեկտն է։ Զանգվածի էլեմենտները իրարից ինչով են անջատվում։ Ստորակետով, չէ։ Զանգվածի էլեմենտները կարան լինեն օբյեկտներ։ Կարան լինեն, թե չեն կարա լինեն։ Վրեժ ջան, կարան լինեն օբյեկտներ, թե չեն կարա լինեն զանգվածի էլեմենտները, հստակ պատասխանի այո կամ ոչ։ Եթե այո, եթե ոչ, ոչ։ Ինչ։ Կարան լինեն։ Հաստացի մեր օրինակի մեջ զանգվածի էլեմենտները օբյեկտներ են։ Կարա հանգիստ զանգվածի մեջ յուրաքանչյուր տիպի, պարզ ու բարդ տիպի տարրեր լինեն։ Այսինքն կարա լինի string-ից սկսած number-ով, boolean-ով,
null-ով, undefined-ով, վերջացրած օբյեկտով ու զանգվածով։ Զանգվածի մեջ կարող լինի եւ զանգված, եւ օբյեկտ։ Հիմա մեր զանգվածի էլեմենտները երեխեք մենք հստակ պետքա հասկանանք, որոնք են, որ իրանց հետ կարողանանք գործառույթ կատարենք։ Հիմա մենք արդյունքի համար պահել ենք մի հատ string փոփոխական, որի անունը դրել ենք let արդյունք։ Փոփոխականը հայտարարեմ let-ի միջոցով։ Արդյունքը իմ փոփոխականի անունն է։ Այս փոփոխականի հայտարարման համար խորանում եմ, որտեղ այսօրվա դասը heap-ն ու stack-ն է, թե որտեղ են արժեքները պահվելու, ինչ ձևով են պահվում, հիշողության տիրույթում ու ինչի համար են առանձին այտենց բանով տեղերով պահվում, որն է դրա առավելությունը, որն է այն մյուսի թերությունը ու ինչ կապ կա այդ երկուսի միջև։ Դա նոր դասին միջև անցնելը։ Այս խնդիրը վերջացնենք, նոր դասին կանցնենք։ Հիմա ինձ ասում էր դու ցիկլ պետքա ֆռաս, բառացի մարդը ասում է, բացի ինձ եթե չասի էլ, զանգվածի էլեմենտները վերցնելու իրանց հետ գործառույթ անելու համար, գործողություն անելու համար ինձ անհրաժեշտ է, որպեսզի ես ցիկլ ֆռամ, իսկ զանգվածի համար նախատեսված ցիկլը for in-ն է, այսինքն գրում եմ for let item չէ, ներողություն, off-ներ item-ները վերցնելու համար։ Հիմա let item of users։ Հիմա ես կվերցնեմ այդ իր item-ները, սա հասկանալու համար, թե ինքը հա լավ, օքեյ, ուզում է for in-ով անենք, օքեյ։ Զանգվածի համար for off-ներ, ճիշտ է, իր item-ները վերցնելու համար։ Եթե ես console log անեմ item-ը, այստեղ արդեն լրիվ պարզ իմ կոնսոլում կտպի իմ բոլոր item-ները, առանձին օբյեկտներն են, իմ զանգվածի item-ները։ Մանե ջան, դու for in-ով ոնց ես արել, կասես, այս խնդրի լուծումը ոնց ես մտածել ու ոնց ես տվել։ Ու վերցնենք դրանցով։ For in-եր, հա, իրար մեջ։ Դու երկուսն է for in-ով ես արել, թե for off-ով։ Երկուսն էլ։ Չէ, եթե ես for off-ով գրեմ let item, չէ, գրելու եմ of users, ճիշտ է, որը ինձ կվերադարձնի իր item-ները, ես արդեն ունեմ օբյեկտները։ Հիմա ինչ պետք է անեմ։ Չլի։ Հա։ Տարբերակ։ Հա, օքեյ, էդ էլ է տարբերակ։ Բայց ոնց անենք, որ երեխեք, քանի որ ես for in էի ասում, բայց for off-ով էի մտածում ու տենց էլ բանը for off-ով տպավորվա։ Բայց քանի որ խնդրի պահանջը ասում է for in ցիկլով ստանալ հետևյալ տեսքը, եկեք փորձենք for in-ով անենք, հա։ Ոնց կանենք։ For item-ները վերցնենք, հա։ Կամ տենց կանենք, կամ էլ ես ուզում եմ, որ ուղղակի բանը խնդրի պահանջից չշեղվենք, եթե խնդրի պահանջը տենց են գրել, խնդիր կազմողները, չեմ ուզում իրանց նեղացնենք։ Եկեք for in-երով փորձենք, հա, հենց ստացվի, եթե ժամանակ ունեցանք, այն մի տարբերակն է կանենք, լավ։ Ուրեմն, for let, ես հենց եմ մտածում, let item in users։
Կարամ սենց բան անեմ։ Հետո գրում եմ let user-ը արդեն եզակի հավասար է users-ի երրորդը, այսենց, կլինի, let մի հատ string կհայտարարեմ, որը որ հավասար է էլի դատարկ, իրա մեջ for let k in user, արդեն user-ի վրա ենք վերցնում, ուրեմն, եկեք միացտեղ, console log անենք մեր user-ը, բերեց մեր զանգվածի item-ները, կամ տենց ենք անում, երեխեք, կամ in-ի միջոցով սենց ենք անելու, կամ մանեի ասած այդ for-off-ով ենք անելու, որ վերցնենք, կամ էլ արդեն let for in-ի միջոցով սենց ենք անելու, որ արդեն փոփոխական հայտարարենք, որտեղ ասենք, որ users-ի item-ն ես դու, հա? Հիմա, եթե մենակ for in-ով ենք անում, սենց ենք անում, let k in user, չէ? Ուրեմն, այս իմ հայտարարված, ուր էր string-ը, ջնջեցի, հա, չէ, սա, ուրեմն, str-ը փոփոխականս, պլյուս հավասար է, կանեմ, ճիշտ է, չէ, սի չեղավ, սրանց մեջ շեռավորություն չպիտի լինի, այսենց, պլյուս հավասար է, user-ի k, այսի արդեն վերցրեց value, պլյուս, ու ինչ էր ինձ պետք, մի հատ գծիկ, այսենց գծիկ, կետ ստորակ է, այս ցիկլից դուրս եմ գալիս, երեխեք, եթե ես սենց տպեմ, այսինքն եկեք հլը անենք, հետո բան կանենք, հա, ուրեմն իմ ռեզուլտը, պլյուս հավասար է, իմ str-ը, պլյուս, ու ստորակետ, այսենց, կլնի սենց, սրանց հետո է պրավել կդնեմ, հիմա էլ կգամ, string-ը գումարում ենք user k պլյուս գծիկը, ուրեմն այդ բանի մեջ, for-ի ցիկլի մեջ, հետո, for-ի ցիկլից դուս, result պլյուս հավասար է string պլյուս, այստեղ արդեն, console log եմ անում, result-ս, result is not defined, արդյունք ենք չէ դրեմ, լավ եկեք ստեղ դնենք էլի result, դե, ինչա, name եք sir, name եք, երեխեք ջան, վերջի գծիկը մնացել է, ճիշտ է, այս վերջի գծիկից ազատվելու համար,
Մինչև ստեղ, այս ռեզուլտին, որ ես string-ը մինչև գումարում եմ, գրում եմ str-ն հավասար է str-ը get slice կտրում եմ slice կանեմ 0 ստորակետ -1 չեմ հիշում էսի անցած դասին ով էր արել, բայց սա վերջից այդ գծերը կտրելու համար է հելը մի հատ send դե всё եկեք այս կոնսոլն էլ մաքրեմ ստացանք արդյունքը էսի երեխեք for in-երով նույնը կարանք անենք ամենասկզբից օգտագործելով for of որը որ մինչև այս գրեցինք ջնջեցինք որ նորից վերցնում է item-ները այսինքն item-ները այս տարբերակով չենք վերցնում այլ վերցնում ենք միանգամից for of ենք անում վերցնում ենք էդի հաջորդով անում ենք for in արդեն բաների օբյեկտների համար ու միանգամից result-ին գումարում ենք այդ ամեն ինչը եթե կարիքը եղավ արդեն նորից slice ենք անում բայց բանը դուք ձեր խնդրի մեջ slice օգտագործել եք երեխեք կտրել եք այդ վերջի գծերը հա վերում էր այսինքն այդ խնդիրը Միլենա ջան պարզ էր երեխեք ջան բայց եկեք բան անենք մի հատ էլ այս խնդիրներից լուծենք հա հա իհարկե տրված է հետևյալ օբյեկտը հա էսա այսինքն պետք է ստանալ հա բանը խորացումը հա իրականում էսի դաժան խնդիր է համաձայն եմ էսի շատ դաժան խնդիր է Այս մեկը համաձայն եմ օպա Ուրեմն տալիս է տրված է հետևյալ օբյեկտը հա const data-ն եկեք այս օբյեկտը հանենք դուրս առաջի հերթին երեխեք ինչա իրանից ներկայացում բոլոր խորշերը եւ դրանց արժեքները օրինակ պետք է ստանալ 3 1 2 այսինքն խորացումները պետք է գտնենք հա ինչա լինում որ այդ խորացումները ելնում է ուրեմն այս օբյեկտ ունենք խնդրում ենք ստանալ այդ օբյեկտի բոլոր խորշերը դրանց արժեքները օրինակ պետք է ստանալ 3 1 2 եւ դրանց հաջորդականությունը գտնել դրանց հաջորդականությունը գտնել այսինքն այս խորացումն է հա ուրեմն գույներով նշած է էսի 1 էսի 1 էսի 2 էսի 2 էսի 3 էսի 3 խորացում ունի ուրեմն 3 էսի 1 խորացում ունի էսի 1 խորացում ունի էս էլ ունի 1 մեջը 2 բայց էսի ավելի շատ հա էսի ընդհանուրի համար էսի ընդհանուրի մեջ է մտնում տեսեք երեխեք այս A-ն ունի 1 2 3 խորացում B-ն ունի 1 խորացում C-ն ունի 1 խորացում իսկ D-ն ունի 1 ու 2 խորացում հիմա այս խնդիրը ասում է որ ուրեմն գտիր խորացումները իսկ ոնց կարանք այդ խորացումները գտնենք ոնց եք մտածեք ասեք ինձ ընդհանրապես ոնց կարելի է այդ խորացումները գտնել ինչ եք արել ցիկլեր եք ֆռացել ինչ եք արել որ ասենք խոսքի գոնե մի հատ արդյունքի հանդիպել եք ասենք խոսքի գոնե սխալ բայց ինչ որ մի հատ արդյունքի
Այսինքն հիմա պարզ էր, չէ՞, այս մասը, որ ասում եմ, երեխեք, ան խորությունը 3 է, ինչի համար էր խորությունը 3, պարզ էր էդի ինչի համար էր այ խորությունը 3, ընդհանուր մեծ օբյեկտն է, սա ընդհանուր մեծ օբյեկտն է, ճիշտ է, որը դեղինով փաթաթված է, տեսեք, դեղին փակագծերը, որ ստեղ խփում ես, ստեղ արդեն ցույց է տալիս, սա այս որպես խորություն հաշվի չեն առնում, հիմա մեր data օբյեկտը ունի AK-ով ու դիմացը այս օբյեկտի value-ն է, հիմա իր խորացումը իր փակագծերի քանակից է կախված, այսինքն մի հատ մտնում է մի հատ օբյեկտ, այս բանը, ռոզվի գույնը, հետո կապույտ, հետո դեղին, այսինքն 1, 2, 3 փակագիծ կա, դե իրանց փակողներն է իրանց հետ, բնականաբար, այսինքն իր խորությունը 3 է, դրա համար է այս 3 թիվը ստացել, հետո գոյություն ունի B, B-ն պարզ արժեք է, օբյեկտ չի, ինքը պարզ արժեք է, իր խորությունը 1 է, C-ն դատարկ օբյեկտ է, իր խորությունն էլ է 1, D-ն D-ի խորությունը 1 ու 2, D-ն ունի E, D-ն 1, E-ն 2, այսինքն իր խորությունը 2 է, արդյունքում այսինքն պետք է ստանանք 3, 1, 1, 2, ոչ թե 3, 1, 2, ստեղ երևի վրիպա կա, 3, 1, 1, 2, քանի որ մենք հաշվի չենք կարա չառնենք, հա, B-ի 9, մեկ է C-ի դատարկ օբյեկտ լինելը, կամ դատարկ օբյեկտը հաշվի չենք առնում, լավ, կանանք դատարկ օբյեկտը հաշվի չառնենք, սենց ավելի բարդ է ալնում, բայց օքեյ, լավ, պայմանը տված է, ուրեմն տված է, սա շատ հեշտ ու հանգիստ կարելի է գրել ֆունկցիայի միջոցով, բայց քանի որ ֆունկցիա չենք անցել, գրելու ենք մեր անցածի միջոցով, իսկ այդ խորացումները, որ տվել ես բանը ջան, ինչ-որ արդյունք բերել է, գոնե 3-ը ստացել ես, հասկացա, ֆորիների միջոցով պետք է կազմակերպենք էլի, լավ, եկեք կամաց անելով եթանք առաջ, հա, ես է ձեր հետ մտածելով պետք է գնանք առաջ, առաջի հերթին երեխեք պետք է ստանանք 3, 1, 2, ինչ է ինձ պետք է մի հատ դատարկ, let result-ը էլի, result-ը, դեսի եկեք փակենք, ուրեմն, let result-ը անում եմ դատարկ, մի հատ դատարկ զանգված, չէ, որ վերջնական արդյունքը փուշեմ մեջը, հիմա, օբյեկտից զանգված սարքենք, չէ, մենք կարանք օբյեկտի value-ներն ու k-երը զանգված սարքենք, բայց օբյեկտը հենց իրանով մի անգամից դարձնենք զանգված, տենց բան չկա, եկեք գնացինք, for let k in, այս առաջի խորացումով մտնում ենք ամենամեծ օբյեկտի մեջ, k-in data, ճիշտ է, գնացինք, ուրեմն առաջի խորացումով մտանք, հիմա մտել ենք այս դեղին սկոպկեքի մեջ, այս հատվածում ենք, ինչ ենք անում, մի հատ let value կհայտարարեմ, հա, որը որ հավասար է data-ի k-ի, այսի value-ներ չէ դուս բերում, console log
value, որ տենանք ինչն ենք վերցնում։ Հիմա գնացինք։ Էսի փուլ, արփուլ, լուծվող խնդիրը, ուր էր մեր, ահա, վсё։ Գնացինք։ Ուրեմն, վերցրել է, okay, B, C, սենց, այս խորացումն է վերցրել, այս մեկն է վերցրել, այսի, հետո վերցրել է B-ն, ճիշտ է, B-ի արժեքն է վերցրել, հետո վերցրել է դատարկը, ու վերցրել է, ուրեմն K-երը չի վերցրել երեխեք, մենակ value-ներն է վերցրել, վերցրել է սա, այսքանը, այսի որպես առաջին, հետո վերցրել է 9, վերցրել է այս դատարկը, ու վերցրել է սրա։ Հիմա մեզ ինչա պետք ստուգել, արդյոք մեր վերցրած այս value-ի արժեքը օբյեկտ է, չէ, եթե իրա տիպը օբյեկտ է, ուրեմն մենք էլի իրա հետ գործողություն ունենք բան անելու, հա, եթե օբյեկտ չի, ուրեմն մենք կարանք առաջի դեպքը դուրս բերենք, այսինքն պետք է սրանից հետո, պարզ էր, չէ, այս let value-ն ինչ էր, նոր որ տպեցինք, երեխեք պարզ էր value-ն ինչ էր իրանից ներկայացնում, այս հայտարարված փոփոխականի value-ն, okay, հիմա պայմանով պետք է ստուգենք, չէ, ասենք եթե type-ով, եթե իրա տիպը value-ի, եթե հավասար է, 3 հավասար է, object, կամ, ինչ պայման էլ կարա լինի, կամ չէ, և, եթե value-ի տիպը object է, և, object մեծատառ, get, case, որը ինչ էր վերադարձնում, ինչ էր վերադարձնում objective case-ը, չէր, ինչ էր վերադարձնում, զանգված չէր, եթե սրա length-ը հավասար է 0-ի, ուրեմն, ասում ենք, շարունակի, այսինքն continue, և օբյեկտ է, և length-ը 0-ի է, այսինքն դառնում, սա դատարկի համար ասում ենք անցի, այսինքն երեխեք մենք եկանք ստեղ, այս value-ներից, կոպիտ ասած հմի մենք ձեռի տակ ունենք, կարանք հաշվենք, սրա հետ հլը գործառույթ չենք անում, այս B-ին ասում ենք հլը դու լսպասի, ասում ենք եթե քո type-ը object է, բայց երբ որ քո K-երի value-ն վերցնեմ զանգվածը ու բան անեմ, քո length-ը ստուգեմ, եթե 0-ի է, ուղղակի անցի իրա վրայից, որովհետև մենք C-ի դատարկ օբյեկտի դեպքը չենք քննարկելու, ուրեմն իրանից անցում անենք, դա, հիմա գալիս ենք, ստեղ ասում ենք, let մի հատ փոփոխական ու դնում ենք count, հա, count-ը հավասար է 1, հետո, առաջի խորքի համար, ասում եմ, եթե type-ով value-ն, առանձին արդեն ստեղ քննարկում եմ, եթե հավասար է object, եթե օբյեկտ է, ուրեմն ես գտել եմ էսի, այս երկուսը, սա, այս մեկի վրով արդեն անցանք, այս C-ն էլ չենք քննարկում, մնացել է սա, որ օբյեկտներ են, չէ, ու այս D-ն, ու այս մյուսը, ասում եմ, եթե type-ով value-ն հավասար է object, ուրեմն count-ը հավասար է 1, էսի 1 խորացում, հլը որ, իրա համար, ու հետո իրա համար, մի անգամից, պայմանի մեջ, ցիկլ եմ ֆռում,
օբյեկտ է, չէ, let, ասում եմ, k կամ մեկը in value, value-ի վրա, for ու ասում եմ, որ count-ը հավասար է 2, ճիշտ է, իրա մեջ էլ, այս ցիկլի մեջ հենց, պայման եմ ստուգում, ասում եմ, if, հələ մի վայրկյան կներեք, հետ հասկանամ ճիշտ եմ գնում, let count-ը, դատարկ օբյեկտի վրով անցանք, այս վերևով, ստե count ենք տալի, որը մեկ է, եթե value-ն օբյեկտ է, ուրեմն վերցնում եմ այս երկուսը քննարկման համար, ու ստեղ ասում եմ count-ը մեկ է, սկսում եմ այս value-ի վրա, որ ֆռալ count-ը դառավ 2, այսի խորացում է և աննա, երկրորդ, այս մեկը, երկրորդ խորքն է, հիմա, պայմանը գրում ենք, նույն են պայմանից երեխեք, գրում ենք, if type of value ու կամ մեկը, այսինքն իրա արժեքը, արդեն սա, արդեն ստե ենք խորանում, այս հատվածում, եթե կամ մեկը, էլի օբյեկտ է, դեպքն ենք քննարկում, եթե օբյեկտ է, եթե օբյեկտ է, ուրեմն նորից ցիկլ իրա համար, որ մտնենք հասկանանք, պրծանք թե չէ, let, այս մեկն է կդնենք k2, in, արդեն ինչի վրա, value կամ մեկի վրա, ուստե count-ը կսարքեմ 3, count-ը սարքա դառավ 3, գալիս եմ ստեղ, մի րոպե, ստեից էսի սրաններ, այս տեղինը if-ինն է, կապույտը ստեղ, կարմիրով, ստե դուրս ենք գալիս, հիմա գալիս ենք ամենավերևի ցիկլի մեջ, ու իմ, ինչ էի դրել անունը, result, get push, push-ում եմ, ինչը, count-ը, get ստորակետ, իսկ ամենադրսում, console log եմ անում իմ result-ը, պարզ էր երեխեք, նույնց ես հլը համոզված չեմ էլի, որ իրականում ստացվել է, բայց 3, 1, 2, երեխեք ջան, պարզ էր ինչ կատարվեց, քննարկման ես դնում բոլոր հավանական ու ոչ հավանական դեպքերը, այսինքն, թե կարա լինի կամ թե չի կարա լինի, այսինքն, եթե ես բռնեմ ստեղ, ոսկե օրինակ, ինչ-որ մի բան ավելացնեմ կամ պակասացնեմ, այդ դեպքում էլ աշխատի, ինքը, կոնկրետ ես մեր օրինակի դեպքում, եկանք, վերցեցինք դատարկ զանգված, Մանե ջան, հասկացել ես այս պահը, հիմա, ջան, պարզ էր, հրեշ, Всё, այսա անցնում ենք խնդրի վրա, Միլենա ջան, քո համար պարզ էր, Մարիամ ջան, գրել եք, բայց երեխեք մինչև վերջ, Всё, հիմա քննարկելով նորից իջնում ենք ներքև, մեզ պետք էր մի հատ զանգված, որի մեջ պետք է ստանանք խորության թվերը, ճիշտ է, 3, 1, 2, այս պարագայում, քանի որ օբյեկտը հաշվելի է, այսինքն շատ երկար չի, որ չնստենք ժամերով հաշվենք, մենք հստակ հասկանում ենք, խորացումը AK-ն է, դեմը դրած է այս value,
իրա խորացումը 1, 2, 3, էսի արդեն ասեցինք, փակագծերով հաշվում ենք, խորացումը 3 է, դրա համար է 3։ Հիմա վերցնում ենք մի հատ զանգված, որը որ դատարկ է, ու իրա մեջ վերջում պետքա փուշենք, որ ստանանք 3, 1, 2 խորացումների թվերը։ Ամենասկզբից, այս մեր մեծ օբյեկտի վրա ֆռում ենք for, let k-in data։ Մի հատ value փոփոխական եմ հայտարարում, որը որ վերցնում է այդ value-ները իրա մեջ, որը ամեն անգամ չգրեմ data k, data k, data k, այս արտահայտությունը ամեն անգամ չբռնեմ, ստեղ ֆրցնեմ, դնեմ ստե, դրա համար հայտարարում եմ մի հատ փոփոխական value արժեքը, որ իմանամ, որ այս իմ data-ի value-ների մասին է խոսքը։ Ու այս value-ին վերագրում եմ իմ data k, այսինքն այդ value-ները, որը որ վերցրել եմ։ Երեխեք, առաջի պայմանով, քանի որ ես գիտեմ, որ իմ օբյեկտի մեջ կա C k-ով ու իրա դիմացում դատարկ, հա, օբյեկտ, իրա value-ն դատարկ օբյեկտ է, իրա մեջ ոչ մի բան չի պարունակում, դրա համար ես այդ դեպքը հաշվի եմ առնում։ Ասում եմ, եթե քո type of value-ն հավասար է object, եթե սա է վերցնում, ուրեմն վերցրել է սա, առաջինը, ճիշտ է, այստեղ այս value-ն console log, եթե ես դնեմ value։ Հիմա, այս պարագայում, երեխեք ջան, վերցնում է սա, այսքանը, վերցնում է 9, վերցնում է դատարկը ու վերցնում է այս մյուսը, այսքանը։ Ուրեմն, հիմա գնացինք, մի հատ այդ մասն է տենանք, վերցրել է B-ն, այս մասը, B-ն, C-ն ու իրա մեջի օբյեկտը, վերցրել է 9, վերցրել է դատարկ օբյեկտը ու վերցրել է այս մյուսը, այսինքն yen ու դեմը դատարկ օբյեկտը։ Հիմա դա է մեր value-ն, ու value-ին հիմա ասում ենք, եթե քո տիպը օբյեկտ է և քո k-երի զանգվածի length-ը հավասար է 0-ի, ուրեմն շարունակիր, անցիր, այսինքն ստեղ փաստացի ասում եմ, այս դեպքով քննարկում եմ, որ դատարկ օբյեկտ ունեմ իմ օբյեկտիս մեջ։ Դատարկ օբյեկտ է value-ն, ինչ որ մի k-ի value-ն, եթե դատարկ է, ուղղակի անցի դրան բանի տեղ մի դուր, continue, շարունակի քո գործառույթները, ուղղակի դրա վրով անցի։ Հետո գալիս եմ count-ի քանակի համար, մի հատ փոփոխական եմ հայտարարում, որի արժեքը տալիս եմ 1։ Սկզբից ինքը 1 է։ 1, 2, 3, մտել է տենց։ Ու ասում եմ, եթե type-ով value-ն հավասար է object, երեխեք, նույն էս վերևի այս պայմանն է, բայց իրա հետ և չկա կապած, որ իրա value-ն կամ 0 է կամ չէ։ Ես արդեն այս դեպքում, երբ որ 0 է, այսինքն դատարկ օբյեկտի դեպքը հաշվի եմ առել։ Իսկ մնացած դեպքերում արդեն այս երկրորդ պայմանի մեջ, որ ասում եմ type-ով value-ն object է, ստեղ իրա հետ էլ և պայման չկա կցած, այսինքն մի վերաբերվում է, որ այսինքն օբյեկտ է ինքը ու իր արժեքը ինքը դատարկ չի կարա լինի։ Արդեն քննարկում ենք այս երկու դեպքերը։ Այս մեկը d number արժեք է ու ասում ենք այդ դեպքում count-ը հավասար է 1։ Հետո, եթե օբյեկտ է իրա մեջ, բնականաբար այդ օբյեկտն էլ բացելու կարիք ունի, դրա համար ցիկլ եմ ֆռում։ Let k1 in value, արդեն այս value-ի վրա, ճիշտ է։ Հիմա count-ը այս դեպքում սարքում եմ 2, քանի որ ինքը այս խորացման մեջ է արդեն գտնվում։ Հետո ես գալիս եմ ու հարցնում եմ ամենավերջում, ամենավերջի պայմանը, երեխեք ջան, վերաբերվում է մենակ այս C-ին, այս սրան։ Ասում եմ, եթե value k1-ի type-ը object է, ուրեմն իրա վրա էլ պետքա խորացում, իրա վրա էլ պետքա ցիկլը ֆռանք։ Ու այդ ցիկլը ֆռալու ընթացքում, քանի որ դատարկ օբյեկտի վրա չի ինքը այլ, այդ ցիկլը ֆռալու ընթացքում, ցիկլի իտերացիայի ժամանակ, count-ը սարքում եմ 3, այսինքն սա խորացում է, չէ, սա խորացում է, count-ը սարքում եմ 3, ու դուրս եմ գալի ընդհանուր ցիկլի մարմնից, result-ը փուշում եմ ամեն անգամ ստեղ, ամենաերկար քայլը կանի, AK-ով ու իր դիմացի գտնվող value-ով, որը որ մինչև վերջ կիշնի։ Այս B-ն ամենասկզբից եւ այդ կգնա կփուշվի,
իսկ C-ն այս պայմանով դուրս կթռնի, D-ն կգա ստեղ ու այս մասից, երբ որ count-ը 2 դառավ, էլ չի մտնի ստեղ, այս պայմանի մեջ էլ չի մտնի, count-ը 2-ով ինքը դուրս է գալիս, որովհետև իր ներսում էլ չկա օբյեկտ, որ ինքը բավարարի այս պայմանին, կա մեկը իր պարագայում, սա է, էլ սրանից այն կողմ իր մեջ, էլ ոչ մի բան չկա, որ օբյեկտ լինի ու պայմանին բավարարի։ Всё, պարզեր, հասավ տեղ, կարողացա հասցնել տեղ, այս օբյեկտը ես չեմ ժխտում, ինքը այս բանը, խնդիրը ու այս խնդրի մեջի օբյեկտը չեմ ժխտում, ինքը շատ բարդ խնդիր է, իրականում բոլոր դասընթացների ժամանակ էսի տեղում ենք լուծել, բայց համենայն դեպս տնայինի մեջ ներառված է, դրա համար պետք է լուծեք, ինչքան ուզում է դժվար է, դժվար է, բայց անլուծելի չի համենայն դեպս, տանջանք է պահանջում ու քայլ առ քայլ, էտապ առ էտապ, եթե երեխեք մի տեղ կտրվավ կապը, շատ հնարավոր է, որ այս խնդիրը նորից ջնջենք ու նորից գրենք, նենց է, որ մի անգամից նենց չի, որ նենց ամենասկզբից ասեմ, որ մենք էլ գրել ենք, ջնջել ենք, ստացել ենք, քայլերով գնացել ենք, սխալներ ենք ստացել, էրորներ ենք ունեցել, կապը ճիշտ չենք կարացել բռնենք, բայց հերթով փուլ առ փուլ, հասկանալով թե որ էտապում ես, որ ամենակարևորը, որ փակագծերի ներսում ես, որ օբյեկտը, որ էլեմենտն ես վերցրել դրել քննարկման, հա, այս դեպքերը քննարկումներ են, այս պայմանները քննարկումներ են, ասում ես այս պայմանի դեպքում սա արա, այս պայմանի դեպքում նա արա, դեպքա, որ վերցրել ես քո քննարկման, հա, ներքո ու դու քննարկում ես այդ դեպքը, դրանից արդեն դու նոր կարող ես խնդրի լուծումը դուրս բերել, նենց որ ոչինչ, այս խնդրի մասով, եթե այս խնդիրը չի եղել, մնացածը եղել է, այսի ոչինչ, ընդհանուր, Միլենա ջան, խնդիրների մասով, ասեմ, որ խնդիրները իրանք, օքեյ, դժվարոտ են, արդեն թեմաները գնալով դժվարանում է, հեսա ֆունկցիաներ ենք անցնելու, ներդրված ֆունկցիաներ ենք անցնելու, ընդեղ արդեն գնալով թեմաները ավելի դժվարանում է, խնդիրը կարդում ես, մի հատ լավ հասկանում ես նախ առաջինը ինչա ուզում, երեխեք խնդիրը չենք կարդում ու միանգամից գալիս ենք, ստե գրում ենք, սկսում ենք, for չգիտեմ ինչ, մի հատ դու քո մեջ քննարկում ես, արդյոք դու հասել ես այն փուլին, որ դու արդեն պատրաստ ես սկսել լուծումը, դա լուրջ բան է, էդի նենց չի, որ խնդիրը տվեցին, միանգամից կնստեմ, կսկսեմ գրել, օքեյ, եթե շատ հզոր ես, հա, սկսի գրել, ու մտածելով սկսի գրել, բայց խորհուրդ եմ տալի, որ խնդիրը կարդալուց հետո մի հատ դուք ձեր համար դնեք ներքին քննարկում, դուք ու ձեր ուղեղը, ասենց կոպիտ ասած, էլի, մենակ երկուսով, մի հատ մտածում ես խնդրի վերաբերյալ, խնդիրը ինչ է ուզում քեզանից, ինչ ես դու ստանալու, քո քայլերը մի հատ պատկերացրու, ոչինչ, 10 անգամ է գրի ջնջի, բա ոնց, որ մի անգամից գրելով չի, կամ նենց չի, որ ես այս խնդիրը վերցնեմ մի անգամից խոսքի չկարանամ գրեմ, ասելու եմ լավ է, ով չի ստացվում, ասելու եմ վերջ, էլ պետք չի, չեմ է գրի, չէ, 1, 2, 3, 5, 10, 20-րդը կարա ստացվի, նորմալ է, որ կարաս 20 անգամ ջնջես ու խնդիրը գրես նորից, շատ նորմալ է այս պարագայում, այս սվերայի մեջ շատ նորմալ է, որտեղ վաղը մյուս օր իրական պրոյեկտի վրա կարող է մի հատ պուճուր 2-3 տող, հա, task լինի, ասենք, չգիտեմ, ինչ-որ մի բան փոխելու համար, ամբողջ օրդ 8 ժամյա գրաֆիկդ փչանա, բայց դու չկարանաս այդ խնդիրը լուծես, հաջորդ օրը գաս նստես, 10-ից 15 րոպեում այդ խնդիրը լուծես դուրս գաս, ժամանակ է պահանջում, ճիշտ մտածելակերպ ու ճիշտ կենտրոնացում, իսկ եթե այս խնդիրը միացնեմ, մի աչքով տելևիզոր նայեմ, մի աչքով մեկի հետ խոսամ ու սենց անընդհատ ուղեղս ցրված լինի, ոչ մի բանը չեմ կարող անեմ, այս խնդիրները մնացած, նորից փորձում ես լուծես, Միլենա ջան, երեխեք մնացածդ էլ, նորից մի հատ վերհիշեք, որտև էսի շատ կարևոր հատված է, շատ կարևոր է, էլի այս զանգվածների ու խնդիրների, վաղը մյուս օր back-end-ից բան եք անում, ինչ անում, zaпрос եք անում ու data եք ստանում, data,
որը կարող է լինի user-ների անծայրածիր data։ Իր այդ աշխատելու համար ինքը գալու է ձեզ զանգված մեջը օբյեկտ, կամ գալու է մենակ օբյեկտով։ Այդ օբյեկտը ոնց վերցանեք, ոնց վերցնեք, ոնց ձեր համար լավ ինֆորմացիան վերցնեք ու գեղեցիկ table-ի մեջ նկարեք, այդ ամեն ինչը կախված է, թե դուք այս դասերը ոնց եք սովորել կամ ոնց եք կարողացել հասկանալով այդ ամեն ինչը անեք։ Լուծենք էլի խնդիրներ, թե գնանք առաջ։ Կամ object զանգված սենց էլի նորից խառնած խնդիրներ ենք լուծելու, կամ գնում ենք արդեն heap ու stack-ը ուսումնասիրելու, հասկանալու իրանք ինչի համար են, երեխեք ջան, նախատեսված։ Կանեք, Միլենա ջան, կանես մնացած խնդիրները ինքնուրույն։ Նայի, անպայման իմ ասած մեթոդիկան օգտագործի ու արա հաստատ կստացվի։ Դասը հաստատ ամեն ինչ պատմում, երեխեք, մենք ոչ մի բան այս խնդիրը լուծելուց ոչ մի բան կողից նենց չի, որ նոր մեթոդներ օգտագործեցինք ձեզ անծանոթ, այս ամեն ինչը մենք արել ենք մեր անցածներով, մեր անցած ցիկլերով, մեր անցած մեթոդները օգտագործելով։ Ուրեմն, heap ու stack-ը, երեխեք ջան, ինչ են իրանցից ներկայացնում, դե անցանք արդեն բանին, հա։ Heap ու stack-ի մասին կանցնենք, եթե ժամանակային առումով մեզ թույլ տա, ուրեմն արդեն switch case-ը կանցնենք, եթե չէ switch case, while, do while ցիկլերի մասին խոսանք հաջորդ դասին։ Ուրեմն, ինչ են իրանցից ներկայացնում heap-ն ու stack-ը։ Երեխեք, heap-ն ու stack-ը նախատեսված են առանձին այդ բանի, մեր հիշողության տիրույթը բաժանված է երկու մասի։ Հեսա նկարներով եք անդրադառնանք, հա դրան, գեղեցիկ ձևով նկարագրված է ու ասում է heap-ի ու stack-ի տարբերությունը։ Ինչն է կարևոր ստեղ։ Ինչու են բանը вообще ֆունկցիաները ուրիշ ձև աշխատում, օբյեկտները ոնց են փոփոխվում, ինչի են երբեմն բագեր առաջանում, հա, այդ ամեն ինչը շատ կարևոր է, թե ոնց է աշխատում, այսինքն հիմքը իմանալը, թե ոնց է աշխատում, դա շատ կարևոր է, որպեսզի դու կարողանաս օբյեկտների հետ աշխատանքներ տանես, զանգվածների հետ, պարզ փոփոխականների հետ։ Ուրեմն, stack-ը հիշողության այն հատվածն է, որտեղ պահվում են պարզ տիպերը, պրիմիտիվ, ֆունկցիայի կանչերը, մի հատ տենամ ես առաջին նկարը ինչա, stack-ն ու heap-ը։ Ուրեմն, հիշողության երկու տարածքներ են, ուրեմն, stack ու heap։ Ուրեմն, այս stack-ում, երեխեք, սա ոնց որ կանոնակարգված մի հատ դարակ ունենաս, այսինքն ինչը որ բանը, հա, սենց կանոնակարգված դասավորված է, ամեն ինչ իդեալական իր տեղը ունի, իր հասցեներով իդեալական դասավորված է։ Stack-ը պրիմիտիվ տիպերն է իր մեջ պարունակում, բայց նաև վերցնում է զանգվածից էլ ինչ-որ բան։ Հիմա դրան կառանդառնանք, բայց հիշում ենք, որ stack-ը հիշողության այն հատվածն է, որտեղ պահվում են պարզ տիպերը, ֆունկցիայի կանչերը ու տեղական փոփոխականները։ Պրիմիտիվ տիպերը որոնք են, ով կարա ասի։ Երեխեք, պրիմիտիվ տիպերը որոնք են։ Չէ, Մանե ջան, տիպերը, string, ահա, boolean-ը պրիմիտիվ, չէ։ Undefined-ը պրիմիտիվ է, null-ը, ուրեմն GS-ի պրիմիտիվ տիպերը դրանք են number, string, boolean, undefined ու null։ Բարդ տիպերն են object ու զանգված։ Եթե սիմվոլները հաշվի առնենք, օքեյ, սիմվոլները կարող ենք, բայց իր հիմնական տիպերը 7-ն են։ 5-ը պրիմիտիվ են, 2-ը բարդ տիպեր են։ Երեխեք, ստեղ ինչա գրած։
Stake-ն է, այս հիշողության տիրույթը stake-ն է։ Ստե ասում է reference։ Հիմա այդ reference-ին կանադառնանք։ Երբ որ ես գնում եմ ստեղ փոփոխական եմ հայտարարում, գրում եմ, հա, let an հավասար է 10։ Ինչա տեղի ունենում։ Գնում է հիշողության տիրույթ, այստեղ։ Գալիս է այս stake-ի մեջ, գրած է ալնում an հավասար է 10։ Հիմա գալիս եմ, մի հատ էլ ասում եմ let ben հավասար է a։ Այս դեպքում ինչ ալնում։ Ստե հայտարարում է մի հատ let b փոփոխական, որը հղվում է ասեն սլաքով, մի րոպե այդ նկարը չկա։ Այսի number-ի address-ն է, okay։ Հա, էսա, երեխեք, տեսեք, my number, հա, այս let an-ը վերևի, ադրեսը, ինչ-որ ադրեսը իր համար գեներացնում, սենց չկրկնվող ադրեսը գեներացնում իր համար ու այդ ադրեսի ներքո է դնում, բայց սա my number-ն է, հա, ասենք այս դեպքում մեր an-ը, մեր an դեմը գրում է, ասեցինք 10, հայտարարում եմ մի նոր փոփոխական let b, այս new var-ը համարենք b-ն է, հա, որը որ ասում եմ հավասար է a-ին, այսինքն ինքը ստե դատարկ է պահում ու բան է անում, մես է անում, հələ մի վարքյան կներեք էլ Երեխեք, այս մասը պարզ է, երբ որ a փոփոխական ենք հայտարարում, գնում է հիշողության տիրույթ իր համար ինչ-որ մի հատ ադրես, հա, հասցե, գեներացնում է, այդ արժեքը դնում է դեմը, բայց իր վրան մենք գիտենք, որ գրած է a, այսինքն an է ինքը։ Երբ որ ես մի հատ ուրիշ փոփոխական եմ հայտարարում ու իր արժեքը վերագրում եմ մեր արդեն նախկին հայտարարված a-ին, այսինքն հենց այս նույն դեպքն է, ստե գրում եմ let an հավասար է 10, ստե ասում եմ let ben հավասար է a-ի, այսինքն ստեղ b-ի համար տիրույթ է առանձնացնում, բայց ինքը հղվում է դեպի an, ասում եմ ինձ ասել ես, որ ben հավասար է a-ին, այսինքն էլ ես խի գրեմ նորից նույն ադրեսը դեմը դնեմ բան, ես մի անգամից եթե պետք լինի, ինձ կգնամ ստեից կվերցնեմ կօգտվեմ, հետո այս ամեն ինչը խախտվում է այն դեպքում, երբ որ ես գալիս եմ ներքևում գրում եմ ben հավասար է 20, Հիմա ես տեղ ներքևում, երբ որ գրեմ console log a, մի հատ է տակը, գրեմ console log b, ինչ կտպի, առաջի դեպքում կտպի ինչ, երկրորդում ինչ, ով կարա ասի, խի undefined, այս երկրորդ տողում մեր ջան բան անում, չէ, let ben հավասար է a-ի ու ասում է բան, գնա a-ից սնվի, ինչը որ a-ի արժեքն է դու քեզ վերագրի, չէ, երկրորդ տողում, երրորդ տողում ինչ է ասում, այսի համաձայնում, առաջինը 10, երկրորդ տողում ինչ է ասում ստեղ, երկրորդ տողում ասում է B ջան, քեզ հայտարարել եմ, ասել եմ դու էլ ես a-ին համապատասխան, a-ի արժեքին, ստեղ այսինքն ինքը 10 է, ճիշտ է, բայց երրորդ տողում, B չենք հայտարարել, մենք B-ն ունենք, բայց B-ի արժեքը փոխել եմ, սարքել եմ 20, այսինքն 20, քանի որ ստե երրորդ տողում ես փոփոխություն եմ արել,
գալիս է ստեղ, արժեքը սարքում է 20, իսկ այս օրինակի մեջ սենց է անում, սենց է գրած, լեդ ցեն հավասար է, խոսքի օրինակ 10, էլի, լեդ դեն հավասար է C, հետո գալիս է C-ի արժեքը փոխում է, հավասար է 30։ Այս պարագայում, այս նկարի մեջ, սենց է արել, my number-ը փոխում է իր արժեքը, դառնում է 23 էր, 24 է դառը, my number հավասար է my number plus 1, այսինքն փոխում է իր արժեքը, այդ դեպքում երեխեք, ինքը իր համար, երբ որ արժեքը փոխվում է, գեներացվում է նոր հիշողության տիրույթ ստեքում, պարզ է, չէ, պարզ բան է ինքը ինչ անունը փոփոխականը, պարզ տիպ է, ինքը այդ դեպքում երեխեք գնում է հիշողության նոր տարածք է վերցնում իր համար, իր նոր արժեքը, որը որ դառել էր ես մեր օրինակում դառել էր 30, C-ի համար նոր արժեք է լինում, դեն շարունակում է սկզբի C-ին հավասար լինել, այսինքն հիմա եթե ես գրեմ console log, այս պարագայում բա ինչ կասի, console log եթե ես գրեմ C ու հետո տակից գրեմ console log D, այս դեպքում ինչ կտպի, ով կարա ասի, այս դեպքում ինչ կտպի, ճիշտ է, C-ն 30, D-ն 10, քանի որ D-ն հլը սնվում է N մյուս C-ից, չէ, որը որ եղել էր 10, այսինքն այստեղ ինչ կփոփոխվի, չի փոփոխվի, իր համար մեկ է, որովհետև ինքը ամենասկզբից գնացել է, տեսել է, որ 10-ը այդ 10 արժեքն է վերցրել, այսինքն նոր փոփոխությունը այս իմ հայտարարված փոփոխականի վրա չի ազդում, քանի որ հիշողության տիրույթում, երեխեք ջան, տեղի է ունենում հետևյալ ձևով, փոփոխականը պահվեց, այս մի փոփոխականը գալիս է, քանի որ հավասարվում է այս մյուս փոփոխականին, սնվում է իր արժեքից, բայց քանի որ այս մի փոփոխականը հետո, որտեղից որ ինքը սնուցում էր այն մյուս փոփոխականին, փոխում է իր արժեքը, դա չի ազդում այն մյուս փոփոխականի վրա, հա? Այն մյուս փոփոխականի վրա չի ազդում, այս մյուս փոփոխականը իր հասցեից չի կախված, իր արժեքից է կախված, հենց այս է տարբերությունը իրանց, այսի արդեն ուրիշ թեմա է, այսի արդեն բարդ է, բայց ինչա լինում այս պարագայում, Այս էլ է շատ լավ օրինակ, երբ որ MyString-ը հավասար է ABC, MyString-ը հավասար է MyString plus D, այսի հա, նույն ձևի է աշխատում, ոնց որ արժեք, երեխեք արժեք է փոխվում, այսինքն եթե արժեք է փոխվում կամ արժեք է ավելանում, ինքը իր հիշողության տիրույթը փոխում է, ինքը իր հիշողության տիրույթը փոխում է, ստանում է լրիվ նոր ադրես, նոր հասցե է ստանում ու նոր այդ արժեքը դրվում է իր դիմաց։ Էսի դե պարզ օրինակ է, էսի արդեն անդրադարձանք, ուրեմն, ինչա տեղի ունենում զանգվածի դեպքում, երեխեք, ուրեմն heap-ը հիշողության մի հատ հատված է, որտեղ պահում են օբյեկտները, array-ները, մեկ է ֆունկցիաները։ Հիմա, եթե ես գրեմ օբյեկտների մասով հարց, let obj1-ը, սենց եմ գրում, հավասար է ak դիմացը 1, հետո let obj2-ը հավասար է obj1-ին,
Այսի կարևոր պահը։ OBJ 2 կետ ան հավասար է 5։ Հիմա եթե ես տպեմ OBJ 1 կետ ան, OBJ 1-ի ան, ստեղ ինչ կտպի։ Ով կարա ասի։ Ինչի է համարում եք մանա ջան։ Ստեղ կտպի 5։ Գիտես ինչի։ Այստեղ էսի նոր գաղափար։ Okay, վերևի տրամաբանությամբ ճիշտ ես ասում։ Պետքա 1 տպեր։ Հիմա օբյեկտների դեպքում երեխեք, տեսեք ինչա լինում։ Ինքը ոչ թե արժեքի վրա է աշխատում, այլ հասցեի։ Ուրեմն ստեղ stack-ն է, էսի call-ն է, call stack, սենց է կոչվում, կամ stack ենք ասում, կամ ավելի երկար ինչ-որ տեղեր call stack է կոչվում։ Այսինքն մեր իմացած stack-ը, հաշվեք stack-ն է սա, դրում է address-ը, եթե array-ը, տեսեք my array, ոնց է բերում է սա հատվածում, գրած է my array, զանգված է հայտարարել, ուրեմն stack-ում ինչա տեղի ունենում, բերում է address-ի բաժնում, գրում է այս առաջի սյունակում, երեխեք պարզ է այս ամեն ինչը, որ բացատրում եմ, հասկանալի է, հա, ինչ որ ասում եմ, մի քիչ խուճուճ է, բայց հաստատ հասկանալի է լինելու, ուրեմն այս address-ի բաժնում, այս բանը, հասցեի բաժնում, հա, address, հասցե, երբ որ այս հասցեի բաժնում, բերում դնում է նոր հասցե, իրա value-ի տեղը ի տարբերություն պարզ տիպերի դնում է մի հատ ուրիշ հասցե, նորից հասցե է դնում արժեքը, որը որ հղվում է դեպի heap, հիշողության այն մյուս հատված, որտեղ որ շատ մեծ տարածք է նախատեսված, շատ մեծ, heap, կուչը, էլի, սենց երեխեք, ոնց ռուսերեն կուչա է թարգմանվում, հայերեն ոնց որ բան է, էլի, այն չգիտեմ, մեծ տարածք սենց, այն չուլանի պես, որ սենց լիքը բան տանում ես ու սենց մեշոկներով լցում ես, ուրեմն, երկրորդ value-ի տեղը տալիս է մի հատ նորից հասցե, բայց այս հասցեն heap-ի մեջի զանգվածի հասցեն է, որը որ հղվում է տեղի ունենում, երեխեք, գալիս է ստեղից, ասում է, այս է քո հասցեն, գալիս է stack-ի մեջ հայտարարում է մի հատ զանգված, դնում է դեմը մի հատ չկրկնվող հասցե, չկրկնվող հասցեի դիմացում արժեքի փոխարեն դնում է հասցե նորից, որ այս հասցեն հղվում է դեպի heap, հա, դեպի heap է տանում ու այս heap-ի մոտ նոր գալիս է այդ նույն հասցեն է դրած, տեսեք 22v6x011, այդ նույն հասցեով ադրեսի տակ նոր պահում է արժեքը, հիմա երբ որ ես հայտարարում եմ նոր object կամ array երեխեք, object կամ array, ասենք object եմ հայտարարում, ճիշտ է, երբ որ ես տեղ հայտարարում եմ let obj 1-ը հավասար է մի հատ օբյեկտի, որտեղ AK կա, դեմը 1 value-ն է գրած, հայտարարում եմ երկրորդ object-ը, որը որ հավասար է object 1-ին, ի տարբերություն պարզ պրիմիտիվների, բարդերի դեպքում այս ամեն ինչը լինում է հղման պարագայում, ոչ թե արժեքի, այլ հղումի դեպքում, կոպիտ ասած, այս օբյեկտի դեպքում, երեխեք, ամենալավ ու հասկանալի օրինակը հետևյալն է, օբյեկտը հաշվում ենք մի հատ սենյակ է, մի հատ սովորական սենյակ պատկերացրեք, սովորական սենյակ, այդ սենյակի բանալին ունեմ ես, այդ սենյակում ես ունեմ դրված մի հատ ծաղիկ, ասենք մի հատ ծաղիկ կամ մի հատ իր, հիմա հայտարարվում է երկրորդ օբյեկտը, ես օբյեկտ եմ, ինչ-որ մի հատ օբյեկտ եմ ես ունեմ իմ տիրույթը, հա, այդ սենյակը ես ունեմ, հիմա մի հոգու էլ եմ բերում, ասենք Էրիկն էլ է գալիս, ինքը երկրորդ օբյեկտն է, ու ինքն էլ է
այդ սենյակը վերցնում։ Այսինքն այդ սենյակը երկուսով ենք մնում այդ սենյակում։ Այսինքն այդ սենյակը երկուսիս համար դառնում է օգտագործելի երկուսիս համար, երկուսիս պահանջների համար։ Երբ որ ես այս let OBJ մեկը համարենք ես եմ, ով օգտվում է այս սենյակից, այս օբյեկտից, ու այս let OBJ երկուսը Էրիկն է, որն էլ է օգտվում այս սենյակից։ Երկուսս էլ ունենք այս սենյակի բանալին, ճիշտ է։ Եթե երեխեք Էրիկը ինչ-որ մի բան բերի ու դնի այս սենյակի մեջ, դա կլինի այս սենյակինը ու երկուսիս համար կլինի դա։ Պարզ է։ Հա, անվանական կլինի իրանը, իր արած փոփոխությունն է, չէ՞ դա, բայց փոփոխությունը ընդհանուր սենյակի վրա է երևալու։ Այսինքն ես էլ գամ այդ սենյակի դուռը բացեմ, կտենամ այդ փոփոխությունը, ինքն էլ որ գա բացի, կտենա այդ փոփոխությունը։ Հիմա այս օրինակում OBJ 2-ը get an սարքել է 5։ Այսինքն ունենք մի հատ ծաղիկ, ես բերել եմ մի հատ ծաղիկ եմ դրել, Էրիկը գալիս է այդ ծաղիկը վերցնում է, տանում է, բերում է, դնում է ուրիշ ծաղիկ դրա տեղը։ Հիմա որ ես գամ սենյակի դուռը բացեմ, մտնեմ ներս, կտենամ այդ փոփոխված ծաղիկը, թե ոչ։ Կտենամ, չէ՞։ Քանի որ փաստացի այն մի ծաղիկը տարվել է, ուրիշ ծաղիկ է բերել, բայց երկուսը գալիս մտնում ենք այդ նույն սենյակ։ Նույնը երեխեք օբյեկտների դեպքում է։ Եթե մի օբյեկտ հավասար է մեկ այլ օբյեկտի, ինքը ռեֆերենս է, այսինքն իր հղումը հասցեով է։ Եթե դու մինչև այդ հասցեն չես կտրել, տարբերակ կա այդ հասցեն կտրելու, եթե դու այդ հասցեն չես կտրել, այդ օբյեկտի մեջ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն վերաբերվելու է երկու օբյեկտին միառժամանակ։ Պարզ էր այս մասը, երեխեք։ Ինչի համար էր OBJ 1 get an դառնում 5։ Երեխեք, ուրեմն steak-ի ինչ։ Չէ, կտրելը մոռացի այս պահին վրեժ ջան։ Այդ ռեֆերենսի հասցեի հղման կտրումը հետո ենք անցնելու։ Այս պահին չի կտրվում։ Իմացի, որ միշտ էթում է։ Այսինքն, եթե երկու օբյեկտ ես հայտարարում ու եթե մի հատ օբյեկտ ես հայտարարում, հայտարարում ես երկրորդ օբյեկտը, երրորդ օբյեկտը, չորրորդ օբյեկտը, որոնք հավասար են առաջի օբյեկտին, իրանք բոլորը գնում են նույն հասցեով, բոլորը ունեն այդ տան կամ այդ սենյակի բանալին, ու յուրաքանչյուրի արած փոփոխությունը փոփոխելի է բոլորի համար, անխտիր բոլորի համար փոփոխելի է։ Այսինքն ընտանիքում 5 հոգի են ապրում, այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամի արած փոփոխություն այդ տան մեջ փոփոխելի է յուրաքանչյուրի համար։ Պարզ էր։ Ուրեմն հիփի ու ստեյքի տարբերությունը որն է։ Ստեյքում երեխեք ամեն ինչ ավելի արագ է, հիփում ավելի դանդաղ։ Ստեյքի մեջ հիշում ենք այս տարբերությունները։ Ստեյքի մեջ պրիմիտիվներն են, հիփի մեջ object, race ու function։ Object race, ասեք, էլի ճիշտ է, function-ները որպես ավել ինֆորմացիա։ Երեխեք, ստեյքում, երբ որ երկու փոփոխականներ իրար հավասարվում են, իրանց մոտ copy by value, երեխեք, կոպիա է անում, հա, կրկնօրինակում է իր արժեքը, իսկ հիփի մեջ copy by reference, այսինքն copy է անում իր ադրեսը, իր հասցեն, հղումը։ Ստեյքում երեխեք, հիշողության այն հատվածը, որը որ չի օգտագործվում, ավտոմատ մաքրվում է, իսկ հիփում այդ ամեն ինչի պատասխանատուն garbage collector-ն է, որը որ ֆռում է անընդհատ, մի հատ մարդ, հա, ով ֆռում է, ասենք այդ հիշողության տիրույթը երեխեք, սենց ծառի պես է նկարվում։ Երբ որ ծառի ինչ-որ մի ճյուղ չորանում է, այսինքն այդ ճյուղը օգտագործելի չի, այսինքն մի հատ փոփոխական ես հայտարարել, որ այդ փոփոխականը էլ ընդհանրապես քո պրոյեկտի մեջ ոչ օգտագործվում է, ոչ էլ տևական ժամանակ, գոյություն ունի մի հատ
հետևող անձնավորություն, որը ծրագրապես կոչվում է garbage collector։ Այդ garbage collector-ը ֆռում է այդ ծառի չորացած ճյուղերը էտում է, այսինքն կտրում, գցում է, կապը, ասում է, եթե դու օգուտ չես տալու իմ պրոյեկտին, ուրեմն դու պետք չես մեզ։ Կապը կտրում է ավելնորդ հիշողության տարածքը վերացնելու համար։ Պարզեր երեխեք հիփի ու ստեյքի տարբերությունը, ընդհանուր օբյեկտների կապը ու պրիմիտիվ փոփոխականների, ոնց են իրանք աշխատում ու ոնց են իրանք հիշողության տիրույթում պահվում։ Ինչի համար է այս թեման կարևոր երեխեք։ Հենց այս օրինակը, բերածս օրինակի համար, որպեսզի հասկանաք, մեկը միշտ հիշեք, օբյեկտների մասով սա ամենաշատ տրվող հարցն է։ Հասկանալու համար դուք գիտեք արդյոք, որ օբյեկտները իրար կրկնօրինակում են ռեֆերանսի միջոցով, այսինքն հղման միջոցով, ոչ թե իրանք copy by value չեն անում, իրանք copy by reference են անում։ Պարզեր։ Հարցեր ունենք։ Երեխեք ջան, եթե հարցեր ունենք, հիմա ասեք քննարկենք, էլի, եթե հետո մնում է, կուտակվում է։ Երեխեք, հարցեր ունենք։ Ուրեմն, տնային առաջադրանքը, քանի որ ժամանակ չունենք, որ switch case-ը բացատրեմ, ավելի շատ երկարելու է ու կիսատ է մնալու, ափսոս է, էլի այդ թեման, որ ճիշտ է, իրանք այդքան շատ օգտագործելի չեն, բայց իր իմացությունը կարևոր է ու անիմաստ կլինի, որ ասենք, չգիտեմ, կեսը մնա, կեսը հետո անենք, նպատակահարմար չի։ Հիմա, հիփը ստեյքը, երեխեք, ինքնուրույն վիդեո եք ճարում, մեր անցած այս դասը անպայման նայում եք, վիդեո, նկար, բացատրություն, ինքնուրույն նայում եք, նորից կրկնում ու հստակ հասկանում եք, ինքը տակից ոնց է աշխատում, որովհետև օբյեկտների հետ, էլի եմ ասում, աշխատանքի համար, ինքը շատ կարևորագույն ու առաջնային ֆակտոր է, իրան շատ ուշադիր պետք է հասկանալ ու ըմբռնել, որպեսզի կարողանաք հետագայում օբյեկտների հետ ճիշտ աշխատանքներ տանեք, իսկ օբյեկտի հետ աշխատանքը միշտ պետք է, օբյեկտը շատ կարևորագույն թեմա է, անպայման hip stack կգրեք, ընդեղ թե նկարներով է բերում, թե վիդեոներ է բերում, որպես ինքնուրույն առաջադրանք, նայում եք, սրա հետ կապված տենց խնդիր չկա, որ ես ձեզ ուղարկեմ, սա հիանալի ժամանակահատված է, երեխեք ջան, որպեսզի նաև ընդհանուր կրկնողություն անեք, որովհետև առաջիկայում switch case, while do while-ից հետո լինելու է քննություն։ Ամբողջ անցած թեման, պրիմիտիվները որոնք են, այդ բաները, հա, string-ը, number-ը, boolean-ը, undefined, null, այսօր անդրադարձանք, անպայման, դրանք string-ի մեթոդներ, array-ի մեթոդներ, math-ի մեթոդներ, array-ի ոնց է ընդհանրապես array աշխատում, ցիկլը, պայմանը, այդ ամեն ինչը ու ընդհանրապես այդ հարց ու պատասխանները, ոնց է ինքը լինում, փոփոխականը ոնց է հայտարարվում, փոփոխականը ոնց կարա փոփոխվի, այս բանը hip ու stack-ն էլ հետը, ընդհանուր կրկնողություն եք անում, որ մեկ դաս հետո ամենայն հավանականությամբ switch case-ը կանցնենք երկուշաբթի օրը ու չորեքշաբթի օրը կդնենք քննություն, կամ չորեքշաբթի, կամ չորեքշաբթի օրն էլ ինչ-որ խնդիրների լուծում կլինի, շաբաթ օր կամ այդպես նեյտրալ օր կդնենք քննություն, կհասկանաք, էլի, այսինքն ասածիս իմաստը որն է, առաջիկայում ունենք կարևորագույն քննություն, խնդրում եմ բոլոր անցած թեմաներին շատ ուշադիր ու շատ հստակ ուշադրություն դարձնել։ Այս քննությունից հետո էլ երեխեք ջան, ով չկարողացավ անցնել, շարունակելու ենք այն մարդկանց հետ, ովքեր որ կարողացան քննությունը անցնել։ Սրանից հետո արդեն
գալիս են թեմաներ, սա մի հատ է թեմաներն են նայենք, ավելի բարդ, ավելի հետաքրքիր, քննություն, ֆունկցիաներ, գլոբալ փոփոխականներ, անանուն ֆունկցիաներ, callback ֆունկցիաներ, շատ ընտիր թեմաներ են, հենց որ երեխեք ջան, ձեզ առաջադրանք, հիփ ու ստեյքը նայում եք մի հատ նորից, վիդեոներ եք լսում իրանց մասին, տուտորիալներ եք կարդում ինչքան կարաք ու ընդհանուր, փոփոխականներից, մաթի մեթոդներից, տեսանելիության տիրույթ, if else, string-ի մեթոդներ, for, երկչափ for, array, for, split, join, այս ամեն ինչը որ անցել ենք, սաղ կրկնում եք, պարզեր, երեխեք, ես ասի դուրս եկեք արդեն գնացել, ասեք, JS հետո ծրագրավորման լեզու չես անցնելու վրեժան, JS-ից հետո գալիս է framework, որի միջոցով աշխատում ես, framework-ը քեզ գործիքակազմա, հա, ոնց որ արդեն ես JS-ի բանի միջոցով կլուժները ունենում ես, հետո արդեն framework-ի միջոցով սկսում ես ինչ-որ մի հատ դետալ հավաքել ու ստանալ, նյա, Angular, ծանոթ էր, չէ ինքը շատ լավն է երեխեք, Angular-ը առանձնանում է իր կոմպոնենտների հետ կասկադային ճիշտ լուծումներով, հրաշք գործիք, հա, ուշեմ կյանքը հեշտացնելու համար շատ ընտիր գործիք, այսօրվա համար այսքան է երեխեք ջան, վիդեո դասը լսում եք, Միլենա ջան օբյեկտների հետ կապված քո տնային առաջադրանքները պարտադիր անում ես, երեխեք ջան օբյեկտների ու զանգվածների հետ կապված, եթե հետաքրքիր ինչ-որ տուտորիալներ, բաներ կա, ինչ-որ բաներ էլի, տուտորիալը չգիտեմ, գիտեք թե չէ, այդ իրա մասին պատմող ինչ-որ ինֆորմացիա է, տենց է կոչվում, ինչ-որ դոկումենտացիա, բաներ, դրեք, Angular-ի, ներողություն, JS-ի հենց այդ բազովի սիրուն կայքեր կա, որտեղ շատ լավ ներկայացված է, ավելի պարզ, ավելի հետաքրքիր, սենց ներկայացված է իր օրինակներով, դրեք, կարդացեք, ավելի գրագետ դառեք այդ առումով, ավելի շատ բաներ, կարող է ինչ-որ մի երկու բան, երեք բան ես բաց եմ թողել, դուք էլ ինչ-որ բաներ իմանաք, հաջորդ անգամ գաք ասեք, սենց բան եմ իմացել, բա սրա մասին խոսանք, մի քիչ էլ դրա մասին խոսանք, կարող է ինչ-որ նոր հայտնագործություն կա, որի մասին ես հլը տեղյակ չեմ, դուք եք անում, դուք եք ինչ-որ մի բան կարդացել, ինձ սովորացնում եք, լավ, նենց որ այս ինտերվալը, օրային ինտերվալը, ձեզ նրա համար, որ կրկնեք ամեն ինչը, որ անցել ենք, ու ավելի շատ ինվորմացիա ձեռք բերեք, այսքան այսօրվա համար, սո երեխեք ջան, առայժմ երկու շաբթի օրը կհանդիպենք, ապրեք,